Բարև ձեզ հարգելի բարեկամներ, Նյու Յորքի արձագանք հեռուստաընկերությունը սկսում է իր հերթական հաղորդումը։ Նշենք, որ մեր ծրագրերը կարող եք դիտել նաև YouTube-ով։ Նախքան սկսելը մի մոռացեք բաժանորդագրվել մեր ալիքին։ Հավանեք, մեկնաբանեք, կիսվեք, եթե իհարկե ուզում եք։ Եվ միացրեք ծանոթությունների կոճակը, որպեսզի բաց չթողնեք մեր ծրագրերը, քանզի դրանք պատրաստվում են ձեզ համար։ Հռոմի Պապ Լեոն 14-րդը Ստամբուլի Սուրբ Աստվածածին հայկական հայրապետական եկեղեցում մատուցված պատարագի ժամանակ ողջույն է հղել ամենայն հայոց կաթողիկոս Գարեգի II-ին, ինչպես նաև Թուրքիայի հայ առաքելական համայնքին։ Հռոմի Պապը երախտագիտություն է հայտնել դարերի ընթացքում հայ ժողովրդի խիզախ քրիստոնեական վկայության համար, որը պահպանվել է նույնիսկ պատմության ամենաողբերգական ժամանակահատվածում։ Պորսո հայոց պատրիարք Տեր Սահակ arczepiskopos Մաշալյանը պատարագի ժամանակ ասել է, որ Հռոմի Պապի ներկայությունը հայկական եկեղեցում ոչ միայն պատիվ է, այլև օրհնություն համայնքի համար։ Իդեպ Լեոն 14-րդը 4-րդ Պապն է, որը այցելել է Թուրքիայի հայկական տաճար։ Նյու Յորք մետրոպոլիտեն շրջանի արձագանք հեռուստաընկերությունը նոր վեբսայթ ունի։ Հաճախելով արձագանk.tv.com կայքը կարող եք տեսնել մեր հաղորդումները աշխարհի տարբեր անկյուններից, լինի դա բջջային հեռախոսով թե համակարգիչով։ Կարող եք դիտել մեր հաղորդումները, ստանալ տարբեր տեղեկություններ եւ նորություններ։ Միևնույն ժամանակ կարող եք տեղադրել ձեր գովազդը կամ կլիպի տեսքով կամ ուղղակի բիզնես քարտը։ Քանզի ամեն շաբաթ հաղորդումները ուղարկվում են հազարավոր մարդկանց։ Արձագանքի հաղորդումները կարելի է փնտրել նաև YouTube-ով, Facebook-ով, Instagram-ով։ Արձագանքը աշխատում է ձեզ համար։ 2020 թվականին Լեռնային Ղարաբաղի շուրջ հակամարտությունը շրջադարձային եղավ անօդաչու թռչող սարքերի ռազմական գործողությունների առկայության դեպքում, ասված է CNN-ի հրապարակման մեջ։ Այն ժամանակ ադրբեջանական զորքերը գյուղատնտեսական փոքրիկ ինքնաթիռներ օգտագործեցին որպես խայծ։ Հայկական հակաօդային պաշտպանությունը հայտնաբերեց եւ ոչնչացրեց այդ խայծերը։ Ադրբեջանական զինված ուժերը բացահայտելով դրանց գտնվելու վայրը մարտական անօդաչու թռչող սարքերով եւ հրետանիով ոչնչացրեցին հայկական հակաօդային համակարգերը։ Դա Բաքվին վերահսկողություն ապահովեց օդում, որն էլ եղավ հաղթանակի բանալին, նշված է CNN-ի հրապարակման մեջ։ Թուրքիայի պաշտպանության նախարար Յաշար Գյուլերը իրենց խորհրդարանում հայտարարել է, որ Թուրքիան կշարունակի ամրապնդել կապերը Ադրբեջանի հետ։ Գյուլերը ընդգծել է, որ Անկարան վարժեցնում է ադրբեջանական բանակը, ինչպես նաև խորհրդատվություն է տրամադրում։ Գյուլերը հատուկ նշել է, որ Թուրքիան Ադրբեջանի զինված ուժերի վերակառուցման հարցում հասել է զգալի հաջողությունների՝ կրթության, օգնության տրամադրման, խորհրդատվական գործունեության, ինչպես նաև երկրի պաշտպանության հարցում։ Հարգելի բարեկամներ, սիրով տեղեկացնում ենք ձեզ, որ Նյու Յորքի Քուինս շրջանի մեր հաղորդումները ցուցադրվում են ամեն կիրակի ժամը 3-ին եւ ամեն երկուշաբթի երեկոյան ժամը 9-ին ալիք 34-ի վրա։ Ադրբեջանի նախագահի օգնական նախագահի վարչակազմի արտաքին քաղաքական հարցերի վարչության ղեկավար Հիկմետ Հաջիևը Բրյուսելում Euro-Union Today-ին տրված հարցազրույցում հայտարարել է, որ Զանգեզուրի միջանցքով տարեկան 15 միլիոն տոննա բեռ է տեղափոխվելու։ Ըստ նրա, Ադրբեջանը ուրախ կլինի Եվրոպական միության ակտիվ մասնակցությանը այդ նոր տրանսպորտային հանգույցում։
Հաջիևը հավելել է նաև, որ ադրբեջանական հատվածի շինարարությունը ավարտվելու է մինչև 2026 թվականը։ Հաջիևը Բրյուսելում անդրադառնալով Ռուսաստանի Դաշնության հետ հարաբերություններին, ասել է, որ Ադրբեջանը Ռուսաստանի հետ առևտրաշրջանառությունը չի ավելացրել, դա Հայաստանի Հանրապետությունն է կտրուկ ավելացրել առևտուրը Ռուսաստանի Դաշնության հետ։ Ադրբեջանը հարգում է Եվրոպական միության որոշումները, եզրափակել է Ադրբեջանի նախագահի օգնական Հաջիևը։ Արձագանք հեռուստաընկերությունը կազմակերպում է ճանապարհորդություն դեպի Հայաստան։ Ինչպես վկայում են նախկինում մեզ հետ ճամփորդածները, դուք կհանգստանաք թանկարժեք ու հարմարավետ հյուրանոցներում։ Ամեն օր կճաշակեք բազմատեսակ ուտեստներ առաջնակարգ ռեստորաններում, կվայելեք հայկական երաժշտությունը ու պարը։ Մեր շրջապտույտի շրջանակներում դուք կայցելեք Հայաստանի տեսարժան վայրերը, կհաճախեք թատրոններ և համերգասրահներ։ Մեզ հետ բոլոր պայմանները ստեղծված են ավելի գողտրիկ խմբով և ավելի ջերմ միջավայրում լավագույն հանգիստը անցկացնելու համար։ Զանգահարեք Արձագանք հայկական հեռուստաընկերություն և վստահ եղեք, որ մենք ձեզ համար նախապատրաստել ենք Հայաստան մեկնելու լավագույն ճամփորդության ամենահարմարավետ պայմանները։ Գործարար Սամվել Կարապետյանը կալանավորումից հետո վերջին 5 ամիսների ընթացքում 19 հայցադիմում է ներկայացրել Հայաստանի Հանրապետության տարբեր դատական ատյաններ, պահանջելով հերքել իր հասցեին հնչեցված սուտ տեղեկությունները, զրպարտությունները, ինչպես նաև ներողություն խնդրել վիրավորանքի համար։ Հիմնականում Ազգային ժողովի քաղաքացիական պայմանագիր կուսակցության պատգամավորների, վարչապետ Նիկոլ Փաշինյանի աշխատակազմի անդամների և որոշ իշխանամետ կուսակցությունների և անհատների դեմ, պահանջելով հերքել զրպարտություն համարվող տեղեկությունները և ներողություն խնդրել վիրավորանքի համար։ Առանձին հայց է ներկայացվել նաև քաղաքացիական պայմանագիր կուսակցության դեմ։ Discover the magic of M-Video Photo. Looking for high-quality video and photo services for your event? At M-Video Photo, we combine exceptional quality with reasonable prices for a seamless experience. That's why you should choose us. Our talented team delivers seamless storytelling, creating personalized packages for your special moments. With over 5,000 happy clients and a perfect 5-star rating, we've been in business since 1996, creating unforgettable memories. We offer unbeatable prices with packages starting at just $495. From video and photo to drone, photo booth, live streaming, and displays, we've got all your event needs covered. Whether it's a wedding, christening, birthday, bar and bat mitzvah, and more. Serving New Jersey, New York, Connecticut, Westchester, Pennsylvania, we offer flexible pricing with no travel or rescheduling fees. Choose from a variety of products to fit your budget. Mix and match to create your perfect package. Contact us today and use the code FAMILY to save big and make your event unforgettable. 2022 թվականի հոկտեմբերի 8-ին Ղրիմի կամրջի պայթյունի հետ կապված դատավարությունը ավարտվել է և Ռուսաստանի Դաշնության Դոնի Ռոստովի ռազմական դատարանը 3 հայի ցմահ ազատազրկման է դատապարտել այդ ահաբեկչության հետ կապված։ Այդ հայերն են Արտյոմ և Գրիգոր Ազատյանները և բեռնատարի վարորդ Արթուր Թերջանյանը։ Նրանցից բացի ցմահ ազատազրկման է դատապարտվել նաև 5 ուկրաինացի։ Նրանց մեղադրել են ահաբեկչության կազմակերպման և պայթուցիկ նյութերի և զենքի տեղափոխման մեջ։ Պայթուցիկ սարքը պատրաստվել է Ուկրաինայում և տարբեր ճանապարհներով տեղափոխվել Ռուսաստան։ Ըստ հետաքննության գործողության կազմակերպիչը Ուկրաինայի ռազմական հետախուզության ղեկավար Կիրիլ Բուդանովն է։ Արձագանք հեռուստաընկերությունը ձեզ է ներկայացնում իր բազմապիսի ծառայությունները, պատրաստել վիդեոկլիպներ, արվեստագետների, երգիչ երաժիշտների, մասնավոր բիզնեսների համար, որով կարող եք գովազդել ձեր գործունեությունը տարբեր տեղերում։ Արձագանքին կից գործողային վիդեոֆոտոստուդիոն նկարահանում է Հարսանյաց ծննդյան մկրտության և այլ անձնական տոնակատարություններ։ Վիդեո և ֆոտո, պատրաստում է գեղեցիկ ալբոմներ, շնորհակալական քարտեր։ Արձագանքը սիրով կարող է շնորհավորել ձեր կյանքի հիշարժան իրադարձությունը իր հեռուստաէկրանից, հաճելի պահեր պատճառելով ձեզ և ձեր հարազատներին, այնպես որ հիշեք արձագանքը իր բազմապիսի առաջարկներով սպասում է ձեզ, իսկ այցելելով www.amvideophoto.com կարող եք ծանոթանալ վերջին աշխատանքների սինեմատոգրաֆի ոճում։ Այսքանով ամփոփում ենք մեր հաղորդումը, ամբողջական հաղորդումը կարող դիտել www.arzaganktv.com կայքում։ Կհանդիպենք հաջորդ շաբաթ։